Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ Պուտինին առաջարկեց, որ ռուսական կողմը նորոգման աշխատանքներ իրականացնի Հարավկովկասյան երկաթուղու մի քանի հատվածներում։ Մինչև այդ ռուսական կողմը ևս հետաքրքրվածություն էր ցուցաբերել մասնակցելու Նախիջևանը Սյունիքով Ադրբեջանին միացնելու թրիփ նախագծին։ Պուտինը, հետո նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ դրական պատասխան տվեցին Փաշինյանի առաջարկ-խնդրանքին՝ կքննարկեն։ Եվ մինչև ռուսական կողմը կորոշեր Հայաստանում երկաթուղիների նորոգման, արդիականացման աշխատանքների օրը, տեղանքն ու ժամանակը, հայկական կողմը 180 աստիճան փոխում է իր մտադրությունները։ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Հիմա Փաշինյանն առաջարկում է գտնել այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի եւ Ռուսաստանի, եւ Հայաստանի հետ եւ ուղղակի կգնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Փորձագիտական համայնքում շատերը համարում են, որ սա եւս թուրք-ադրբեջանական արևմտյան փաթեթավորման քայլ է շրջանցելու Ռուսաստանին։ Դա փորձում են կատարել էներգետիկ ոլորտում մոդուլային ատոմակայան կառուցելով, հիմա էլ անցել են երկաթգծին։ Ամերիկյան կողմը թփանցիկ ասում է, հա, անենք իրար հետ, բայց քարտեզի վրա որ նայեք, կտեսնեք, որ չինացիների ճանապարհներ են իրանք վերահսկողության տակ վերցնում, ռուսների անցուդարձներ են իրանք վերահսկողության տակ վերցնում։ Ինչ եք մտածում, ամերիկացիք այդքան միամիտ են, թե մեր սիրուն աչքերի համար են եկել, այդ ամեն ինչի մեջ շահը։ Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ցանկությունն ըստ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի վատ մտածված որոշումն է։ Ըստ Շոյգուի, նրանց կառուցած համակարգը կարող է մեկ գիշերվա մեջ փլուզվել։ Փաշինյանը երկաթուղային համակարգում նոր հնարավոր կառավարիչներ է տեսնում Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից, Ղազախստանից։ Ղազախստանը վերջի տասնամյակում բավականին թափով շատ լավ շինարարություն արեց իր տարածքում ու ըստ երևույթին այդ տեխնիկական հնարավորություններն էլ այսօր ունեն, չի սպառվել, որովհետև իրանք նոր գծեր քաշեցին երկրում, նոր միացություններ ներսում տվեցին տարբեր գծերի։ Ես օրինակ դեմ չէի լինի, եթե Ղազախստանը գա, որտեղ գիտեմ իրանք կարողությունները եւ տեխնիկական եւ նախագծային եւ այլ առումներով։ Գրեթե 2 տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ գիշերվա մեջ փլուզվել։ Բնականաբար ոչ մի բարեկամական երկիր պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ ընդունելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ գրեթե 20 տարի շարունակ Հարավկովկասյան երկաթուղիները պատասխանատու կատարել են կոնցեսիոն պայմանագրի կետերը, այդ թվում ներդրումների։ Նրա խոսքով այս ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղային համակարգում, այդ թվում շարժակազմում, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական երկաթուղիների ռուսական ընկերությանը տալը վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում տարածաշրջանային նախագծերին եւ քննարկում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ռուսաստանի եւ Հայաստանի համար բարեկամ երկրի փոխանցելու հարցը։ Ըստ Շոյգուի, պայմանագիրը նախատեսում է, որ Հարավկովկասյան երկաթուղին որպես կոնցեսիոներ կտիրապետի, կօգտագործի, կկառավարի, կշահագործի, կպահպանի, կվերանորոգի եւ կկատարի կոնցեսիոն ակտիվների անհրաժեշտ բարելավումները։ Համաձայնագրի ստորագրման ժամանակ ռուսական կողմը պատասխանատվություն է ստանձնել հայկական երկաթուղային համակարգի ավելի քան 1200 անշարժ գույքի եւ ավելի քան 12500 շարժական ակտիվների համար։ Հարավկովկասյան երկաթուղին արդեն քանի տարի է շահութաբերություն չունի, մինուսով աշխատում։ Եթե նրանք աշխատում են այդ որակով, այդ ունակություններով, այդ տեխնիկական հնարավորությունները, բան այդ ամեն ինչը ով կբերի, ով կանի, ինչի հաշվին, ով է իրանց գումար տալու։ Ռուսաստանը թող կանգնի ասի, որ ես գումար կտամ դրա համար։ Շոյգուն նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ Հայաստանի բյուջեը մուտքագրվել ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկերի տեսքով եւ վերանորոգվել ավելի քան 520 կիլոմետր երկաթուղի, իսկ Հարավկովկասյան երկաթուղու կողմից կառավարվող ցանցի շահագործման երկարությունը 700 կիլոմետր է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։